Մարտունու եսին որ գյուղից 105 քառակուսի մետր հող են վերադարձրել, շուկայական արժեքը 210,000 դրամ, կամ հայտնի ռենջը $7,000, ինչքան շրջանառվեց, բայց կողքին մեկ այլ շատ թանկարժեք գույք ԿՊԱ-կան օլիգարխից չեն կարողանում վերցնել։ ԿՊԱ-կան պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Սիլ Պլազա բիզնես կենտրոնի տարածքի համար դատախազությունը վարույթ է սկսում ու բոլոր դատական ատյաններում հերթով բարեխիղճ կերպով կրվում։ Մի քանի միլիոն դոլար արժեքով գույքը ընդամենը $5,655 Սուքիասյանից նվիրել էր 90-ականներին, երբ Երևանի քաղաքապետը Հայաստանի այսօրվա նախագահ Վահագն Խաչատուրյանն էր, այն ինքն էր տվել։ Այսօր այդ գույքի արժեքը ավելի մեծ է, քան Նիկոլի այսպես կոչված ժողովրդին վերադարձած բազմաթիվ հողամասեր միասին վերցրած։ Կարդում ենք Իջևան համայնքում շատրվանների մոտ ինչ-որ 30 քառակուսի հողամաս կա, հետ են բերում։ Սյունիքի Ալվանք բնակավայրում էլ մի 800 քառակուսի հող են հետ բերում։ Իջևանի Վալանսի փողոցում 600 քառակուսի մետր հող են հետ բերում։ Անկախության փողոցում նույն Իջևանի 10 քառակուսի մետր հողամաս են հետ վերցրել, ինչ որ մասնավորից։ Դատախազությունը նյութ է սարքում, Նիկոլն էլ դնում է իր էջին։ Կամ Իջևանի նույն Անկախության փողոցի վրա այլ հասցեից 30 քառակուսի, Մեղրի համայնքից 200 քառակուսի հողամաս։ Հաշվում ենք, գումարում ենք ու տեսնում, որ մինչ այս թվարկածս բոլորը միասին վերցրած ավելի շատ չեն, քան Նիկոլ Փաշինյանի ու փոխվարչապետների պարգևավճարները ստացած։ Նիկոլն ու փոխվարչապետները ավելի շատ են պարգևավճար ստացել մի տարում, քան այն այսպես կոչված հետբերած գույքերի արժեքն է, որը թվարկում եմ արդեն 10 րոպե։